Պուտին մարդասպան, Լավրով մարդասպան, Ռուսաստան դավաճան, Ֆաշիստներ, բազա հեռացիր, բազա տուն վերադարձիր, մարդասպաններ, հեռացեք դավաճաններ, վաշխառուներ, դուք խաղաղապաներ չեք, դուք վաճառականներ եք, Հունիսի 7-ին Պուտինը հայ ժողովրդից պիտի ծեծ ուտի։ Նա, ով չի ճանաչում Հայաստանի օրենքը, կարգը, կանոնը, մեր ոչ միայն քաղաքական իրականության մեջ տեղ չպիտի ունենա, նա մեր երկրում ընդհանրապես անելիք չունի։ Մի հատ տենց մեկը 98 թվականին կեղծ տեղեկանքով Հայաստանի նախագահ դարձավ, հիշում եք, սահմանադրությունը խախտելով։ Հիմա էլ մեկն էլ եկել է, սահմանադրությունը խախտելով, ինքն է հռչակվել է վարչապետի թեկնածու, իրար նման, սենց ինչ-որ կենսագրություններով եկել են, ասում են դուք պետություն չեք, դուք չուլան եք։ Ու մենք հիմա իրանց պիտի իրանց տեղը ցույց տան, որովհետև իրանք Պուտինի փալասն են։ Պուտինն է որոշում իրանք ինչքան պիտի հարստանան, ինչքան պիտի աղքատանան, երբ պիտի բոմժ դառնան։ Մեկը որ գա ձեր տուն ու իրան սանձարձակ պահի ինչ կանեք։ Ձեր տան, հիմա ինչ պիտի անենք մենք հունիսի 7-ին, աշկը պիտի հանենք, որովհետև էս մեր տունն է, ժողովուրդ։ Ով ասեց, որ ձեր տունն է, իսկ սա ձեր տունը չի։ Սա մեր հավաքական տունն է, ու մենք պիտի այտենց վերաբերվենք, ով որ սանձարձակ պահեց, ով որ որոշեց, որ մեր օրենքներին չպիտի ենթարկվի, մրթին պիտի տանք, դատական իշխանությունը շարունակում է լինել իշխանությունից անկախ, բայց ոչ ընդդիմությունից անկախ։ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը ստեղծել է դատական անկախ իշխանություն, բայց դատական իշխանությունը այսօր Սերժի Քոչարյանի եւ մյուս հաստավիզ օլիգարխների, Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի գրպանն է։ Մարտի 1-ին կրակել են հայկական ժողովրդավարության վրա։ Պատկերացնում եք Աղվան Հովսեփյանի նման հանցագործը, որը կառավարում էր ամբողջ դատախազական, քննչական եւ դատական համակարգ։ Երևանում զվռնում է։ Ես կարծում եմ, որ լինել հայ նշանակում է լինել եվրոպացի։ Ու այս եթե մեր գիտակցության մեջ մտավ, իսկ մենք եվրոպական քաղաքակրթության շատ կարևոր մասն ենք։ Մեր քրիստոնեությամբ, մեր մշակույթով, մեր կրթությամբ, մեր տաղանդով մենք շատ արագ կկարողանանք հաղթահարել այն դժվարությունները, որոնք մեծ երկրները չեն կարողանում, որտեղ փոքրները շատ արագ ճկուն կարողանում են այդ ստանդարտների, այդ պահանջվող ուրեմն չափանիշների հարցը լուծել։ Մենք ունենք լրջագույն խնդիր ընդդիմության հետ։ Իշխանությունը 2018-ին հեղափոխության շնորհիվ ժողովուրդը դարձրեց իրենը, սակայն ընդդիմությունը մնաց, ինչպես ժողովուրդն է ասում, շամփայ։ Արդյունքը կարևոր հենման կետ է մեզ համար, որ Աստծով մեր այս ընթացքը շարունակենք, այս քարոզարշավը ամփոփենք եւ մեր հաղթանակը արձանագրենք հունիսի 8-ին մեր ժողովրդին, մեր պետությանը օգտակար լինելու, ծառայելու խոստմամբ եւ պարտականությամբ։ Քվեարկիր համար 18-ին։ Քանի որ աշխատավարձից խոսեցինք, կարծում եմ մեր կարևոր նախաձեռնություններից մեկն էլ նաեւ ժամային վարձատրության անցնելն է, որտեղ այս արդեն կարծում եմ մենք հասել ենք մի մակարդակի, որտեղ աշխատավարձերը չեն կարող ամսական կտրված փոխել։ Մարդուն 8 ժամով ընդունում են աշխատանքի, աշխատացնում են 18 ժամ, մեր քաղաքական դասի նաև պարտականությունն է այդ մարդկանց իրավունքների մասին մտածել եւ ուրեմն անցնել ժամային վճարի եւ այն հավելավճարները, որոնք որ օրինակ աշխատանքային ժամից հետո մարդիկ մնում են աշխատում են, պիտի պատշաճ կերպով ուրեմն նաև գործատուն ժամալվճարով պարտավորի մարդկանց։ Ես կներեք, ես այդտեղ եմ ռիսկեր տեսնում, դա միանշանակ չի կարա տարածվի բոլորի վրա, որպես իրավաբան եմ ասում, որովհետև տեսեք, վերցնենք հիվանդանոց։ Բժիշկներ կան, ովքեր
ունեն այդ հնարավորությունը ժամը վճարով աշխատել, իրենց հարմար է, նպատակահարմար է, աշխատավարձը բարձր է գալի։ Բայց այդ հիվանդանոցում աշխատող վարչական մասի համար ժամավճարով, եթե մենք իրենց ժամերը բաժանենք, իրենց հարմար չի լինելու, իրանք բողոքելու են։ Տասնյակ տարիներ առաջ մարդիկ տարիներով ազնիվ աշխատել են, կոպեկ առ կոպեկ խնայել ու իրենց կյանքի վաստակը վստահել են խորհրդային խնայ բանկերին։ Անարդար կարգի համաձայն այսօր շատերը կյանքի ընթացքում չեն հասցնում ստանալ իրենց գումարը, իսկ մահից հետո նրանց ժառանգներն էլ մնում են առանց այդ իրավունքի։ Մենք պարտավորվում ենք շահառուների տարիքային շեմը իջեցնել 10 տարով, որպեսզի մարդիկ կենդանության օրոք հասցնեն ստանալ իրենց գումարը, իսկ եթե չեն հասցրել, այդ գումարը պարտադիր պետք է փոխանցվի նրանց ժառանգներին, ամուսնուն, տիկնոջը կամ զավակներին։ Քվեարկիր համար 18-ին։ Մենք պարտավորվում ենք վերադարձնել ձեր ավանդը։ Ես արդեն 81 տարեկան եմ, բայց ինձանից հետո թող երեխաները ապրեն Հայաստանում, ոչ թե գուբերնա։ Այդ եմ ուզում։ Այն ինչ ասում է այս քաղաքացին միայն զգացմունք չէ, այլ քաղաքական ճշմարտություն։ Աշխարհում մոտ 200 ազգեր միայն ունեն պետականություն, տասնյակ հազարները չունեն։ Մենք այն քիչ ժողովուրդներից ենք, որ դարերի կեղեքումից հետո ձեռք ենք բերել պետականություն։ Սա պատահականություն չէ, սա պատմական հնարավորություն է։ Պետականությունը մեր անվտանգության միակ իրական երաշխիքն է։ 44-օրյա պատերազմից հետո մենք տեսանք, թե ինչպես կեղծ դաշնակիցը դավաճանեց մեզ, բայց անկախ Հայաստանը կարողացավ ձևավորել նոր գործընկերների ու դաշնակիցների շրջանակ, իդեմս Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, Հնդկաստանի, այլ ուժային կենտրոնների եւ ինքն իր անվտանգությունը կառուցեց։ Միևնույն ժամանակ մեզ փորձում են խաբել կեղծ ընտրությամբ՝ ռուսական գուբերնիա թե թուրքական վիլայետ։ Այդ ընտրությունը գոյություն չունի։ Երկուսն էլ նշանակում են կորուստ, մեկը պետականության, մյուսը մեր ֆիզիկական անվտանգության։ Քվեարկիր համար 18-ին։